Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 28։ Նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատքով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացած։ Եբրայեցիս 10:22 խոսք։ Ջուրը խորհրդանշում է մեր մեղքով ապականված հոգիների մաքրագործումը, սակայն ոչ մի ջուր չի կարող ավելին անել, քան մարմնի արտաքին անմաքրությունը հեռացնելը։ Ընդհանրապես ջուրը համարվում է Սուրբ Հոգու սրբագործող ներգործության խորհուրդը, սակայն այդ ներգործությունը միշտ կապված է Քրիստոսի քավիչ արյան հետ։ Երբ Քրիստոսի արյունը հավատքով կիրառվում է խղճի վրա, այն մաքրելու մեռած ու չար գործերից, նույն ժամանակ Սուրբ Հոգին գործում է հոգու բոլոր զորությունների մեջ, այն մաքրելով մեղքի ապականությունից։ Բոլոր նրանք, ովքեր մասնակից են նոր ուխտին, ստանում են նոր սիրտ և նոր հոգի, որպեսզի ընթանան կյանքի նորոգության մեջ։ Աստված տալիս է մարմնեղեն սիրտ, փափուկ, զգայուն և իր սուրբ կամքին հնազանդվող սիրտ։ Վերանորոգող շնորհը մարդու հոգում այնպիսի մեծ փոփոխություն է գործում, ինչպիսին մեռած քարը կենդանի մարմնի վերածելն է։ Աստված իր հոգին դնում է նրանց մեջ որպես ուսուցիչ, առաջնորդ և սրբագործող։ Աստծո շնորհի խոստումը, որը մեզ պատրաստում է մեր պարտականությունները կատարելու համար, պետք է խթանի մեր մշտական հոգածությունն ու ջանքերը, հավատարմորեն կատարելու այն, ինչ պահանջվում է մեզանից։ Աստծո սուրբ անունը նրա մեծության արտահայտությունն է։ Նրա իսկական մեծությունը նրա սրբության մեջ է, և ինքն էլ այդպես է գնահատում իրեն։ Նույնպես էլ մարդուն իսկապես մեծ է դարձնում ոչ թե նրա իշխանությունը, հարստությունը կամ փառքը, այլ Աստծո սրբությանը մասնակից լինելը։ Աստված իր անունը փառավորում է ցույց տալով իր սրբությունը, երբ իր գործերով հայտնում է, որ նա սուրբ է, և իր ժողովուրդը փառավորում են նրան, Աստծո սրբությունը երևում է նրանց կյանքում։ Այդ կերպ մարդիկ ավելի շատ են ճանաչում Աստծուն և իրականում հասկանում, թե ով է նա։